Շնորհակալ եմ։ Օգտվելով այն առիթից, որ մենք լրագրողներս այսօր շատ քիչ ենք, մնացածը կառավարությունում են, մի քանի հարց ուղղեմ։ Առաջինը նա է, որ երեք եւս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու թեման փակ է եւ չի քննարկվում։ Մեզ հետաքրքրում է օրինակ քաղաքացիական պայմանագիրը ինչ է առաջարկում օրինակ այն արցախցիներին, ովքեր տեղահանվել են բռնի ուժով, օրինակ մարդիկ ասում են մենք ցանկանում ենք գնալ մեր տներ կամ վերադառնալ, այս օրակարգը արդյոք Ադրբեջանի հետ հարաբերություններում արծարծվում է եւ նման մարդիկ ինչ պատասխան են ստանալու։ Երկրորդ հարցը վերաբերում է առաջիկայում ապրիլի 24-ն է, արդյոք անկախության հռչակագրի 11-րդ կետով սահմանված դրույթով իշխող կուսակցությունը դեռ առաջնահերթություն է համարում ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Եվ երրորդ հարցը մամուլում շրջանառվեցին տեղեկություններ, ըստ որոնց իրավապահ համակարգը, մասնավորապես ուժային կառույցները, ճակերտավոր ասված բերվում են առաջին աստիճանի պատրաստվածության, քանի որ ընդդիմությունը ինչ որ հավաքներ է ուզում անցկացնել եւ այլն, սա իրականությանը համապատասխանում է թե ոչ եւ արդյոք ընդդիմությունը ինչ որ ճակերտավոր ասված վախեր է ներկայացնում իշխանության համար։ Շնորհակալ եմ։ Արձագանքեմ, հետո եթե պարոն Հովհաննիսյանը ավելացնել բաներ կունենա, ավելացնի։ Մենք դեռևս խաղաղության պայմանագրի քննարկման ժամանակ, երբ բաց չէր տեքստը եւ բանակցություններ էին ընթանում, հայտարարել ենք եւ հիմա էլ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ որևէ տիպի փախստականների տեղաշարժերի վերաբերյալ համաձայնություն միջպետական մակարդակում չի լինելու եւ եթե անհատ քաղաքացիների կողմից ինչ որ հիշում եք միջև վերջերս մի քանի հոգի մնացել էին Ղարաբաղի տարածքում եւ վերջերս վերադարձան անհատ քաղաքացիների կողմից տեղաշարժի առումով եւ որ ազատ կլինի տեղաշարժը անհատական որոշումներ կկայացվեն որևէ տեղ մնալու դա արդեն կլինի այդ պահի իրավակարգավորումների իրավահարաբերությունների հարց չի քննարկում Հայաստանի Հանրապետությունը վերադարձի հարց չկա խաղաղության պայմանագրում եւ խաղաղության պայմանագրի կետերից դուրս որևէ դրույթ, որ համաձայնեցված կամ քննարկված կամ պայմանավորված է, չկա, գոյություն չունի։ Պետք չի ընկնել նաև կոնսպիրացիաների դաշտը, գիտեք, նաև հակառակ կողմից խոսակցություններ կան, նման խոսակցություն ընդհանրապես որևէ պահի չի եղել նաև հակառակ դինամիկաների վերաբերյալ, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին, մենք իրենց առաջարկել ենք աջակցության ծրագրերը, որոնց մասին կառավարության կատարողական զեկույցի բան է, ազգային ժողովում շատ կա, կարող ենք նաև տրամադրել շատ երկար նկարագրված է, ինչքան աջակցություն ենք տրամադրել բնակապահովման աջակցության ծրագիրը։ Մենք իրենց առաջարկում ենք դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օգտվել ամբողջ քաղաքացիությամբ բոլոր իրավունքներից եւ ես կարծում եմ բոլոր այն մարդիկ, ովքեր քաղաքական ուժեր, ովքեր խոստանում են, որ իրենց իշխանության գալու պարագայում իրանք Ղարաբաղցիների վերադարձի ապահովման պայմաններ են ստեղծելու, իրենք խաբում են, մանիպուլացնում են այդ մարդկանց, իրենց պարզապես թույլ չեն տալիս, որ իրենք տնավորվեն Հայաստանում եւ ընդհակառակը դուռ են բացում, դաշտ են բացում Հայաստանի նկատմամբ հավելյալ ռիսկերի տարբեր ժամանակներում փախստականներ վերադարձների մասին խոսակցությունների։ Ինչ վերաբերում է ցեղասպանության հարցին, ես ճիշտ ասած լավ չեմ հասկանում։ Դուք մի քանի դուք չէ՞ էլի տարբեր մարդիկ մի քանի ամիս առաջ կամ մի քանի շաբաթ առաջ նույնիսկ այդ խոսակցությունը, հա, որ Հայաստան երբևէ այցելած ամենաբարձրաստիճան ԱՄՆ պաշտոնյային ուղեկցել ենք ցեղասպանության թանգարան, ցեղասպանության հուշահամալիր, դրա հետ կապված այդ գրքի հետ կապված պատմություններ բարձրացել եւ ոչ ոք չնկատեց, որ եթե օրինակ ցեղասպանության հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չի, ինչ գործ ուներ պաշտոնյան արարողակարգային այցով այնտեղ, դա ակնհայտ է, չէ՞, շարունակում մնալ Հայաստանի համար կարևոր օրակարգ, բայց ինչպես արտգործնախարարն է նշել, ինչպես վարչապետն է նշել, եթե չեմ սխալվում, դա Հայաստանի Հանրապետության քաղաքական, արտաքին քաղաքական top 1 օրակարգը չի, այսինքն մենք չենք գնում նստում բանակցության սեղանի մոտ եւ ասում, գիտեք ինչ, դուք մի հատ բանաձև ընդունեք ցեղասպանության մասին եւ ինչպես
գիտեք, չգիտեմ, գիտեք թե չէ այդ պատմություն, որ մեր հետ կապված բանաձև ընդունել մեր բարեկամ երկրներից մեկը Ադրբեջանի երկու արբանյակ նվիրել նույն տարում, նույն օրերին։ Այսինքն դա ոնց որ խելամիտ չի, մենք ավելի առաջնահերթ օրակարգեր ունենք, մասնավորապես իրական Հայաստանի անվտանգության եւ շահերի ու զարգացման օրակարգերը, ինչ վերաբերում է ցեղասպանության, դա պատմական իրադարձություն է, որի հետ ոչ ոք չի պատրաստվում վիճել եւ ես չգիտեմ որտեղից է առաջացել այդ միտքը, որ ապրիլի 24-ի հետ կապված ինչ որ նոր բան կարող է լինել, քան եղել է ավանդաբար։ Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում իրավապահների ավելի ոնց որ ավելի զգոնությանը, ես չգիտեմ նման լուրեր չունեմ, որպես քաղաքական գործիչ մեզ ոչ ոք դա չի հայտնել որպես խորհրդարանականներ, բայց ավելի քան տրամաբանական է, որտեղ նախընտրական շրջանը սուր շրջան է, լարված շրջան է եւ պետքա բոլորը ավելի զգոն լինեն, որպեսզի այդ լարումը որևէ վատ հետևանքներ չբերի։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։